Թուրք որոշ փորձագետներ կարծում են, որ քաղաքական հռետորաբանությունից զատ սահմանի բացումը տնտեսապես ձեռնտու է հենց Թուրքիային, հատկապես նրա արևելյան նահանգներին։ Ես կարծում եմ, որ Թուրքիան սահմանի ուղիղ բացում շատ է ուզում, քանի որ ամենաշատը Թուրքիային է դա օգուտ։ Հատկապես սահմանամերձ նահանգները՝ Աղրին, Իգդիրը, Կարսը, Արդահանը, մենք կարող ենք ներառել նաև Արդվինը, ունեն լուրջ կորուստ, տնտեսական կորուստ։ Այս սահմանները բացելով Թուրքիան կցանկանա ապրանքներ վաճառել Հայաստանին, այնտեղից Ադրբեջանին, Իրանին և Կենտրոնական Ասիային։ Իհարկե Ադրբեջանի հետ մեր ռազմավարական սերտ հարաբերությունների շրջանակում մենք պետք է համաձայնեցնենք քաղաքականությունը նրանց հետ։ Պետք է բացել սահմանները, Ադրբեջանի հետ խորհրդակցելով և նրանց համոզելով։ Ես կարծում եմ, որ մոտ ապագայում սահմանները կբացվեն և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունները կվերադառնան բնականոն հուն։ Բայց այս սահմանների բացման ու դիվանագիտական քննարկումների ֆոնին կա մի մտահոգիչ իրողություն։ Թուրքիայում հայտնի մտավորական գրող լեզվաբան Սևան Նիշանյանը զգուշացնում է Թուրքիայում հակահայկական տրամադրությունների աննախադեպ աճի մասին։ 60 yıldan beri Türkiye Որպես մեկը, որ 60 տարի է գիտի Թուրքիայի հասարակական կարծիքը եւ Թուրքիայի մթնոլորտը, կարող եմ վստահորեն ասել հետեւյալը. այս 60 տարվա ընթացքում երբեք հայատյացությունը Թուրքիայում այսքան սուր, այսքան ակտիվ եւ այսքան տարածված չի եղել։